Ողջույն։ Այսօր մեր հեռուստաեթերում ներկայացնելու ենք դեռ 21 տարի առաջ նկարահանված դժոխքի 457 օրերը տեսաֆիլմը, որը պատմում է հայ օդաչուների կալանավորման մի դժոխային պատմության մասին։ 2004 թվականի մարտի 7 հասարակածային Գվինեայում տարօրինակ դիպվածով կալանավորվում են հայ օդաչուները։ 6 հայ օդաչուները իրենց չարաբաստիկ չվերթն են կատարում, որը դառնում է պատմության ամենաաբսուրդային դատական գործը։ Նրանք մեղադրվում են այդ երկրի նախագահին գահընքեց անելու փորձի մեջ։ Հասարակածային Գվինեայի իշխանությունները հայերի ներկայացնում են որպես մարտնչող վարձկանների։ Հայ օդաչուները դառնում են հասարակածային Գվինեայի նախագահի խելացնորության զոհը, որոնց չէր կարելի թողնել բռնակալ երկրի արդարադատությանը։ Հետագայում պիտի պարզվեր սակայն, որ հայ օդաչուների գլխին սև խաղ են խաղացել, նրանց պարզապես մեղադրում են հեղաշրջման փորձի մեջ։ Հասարակածային Գվինեայի ավտորիտար բարքերն ու նախագահը, որ դասվում են 10 բռնակալների շարքում, ընդդեմ հայ 6 հայերի, որոնց մեղսագրվում էին ամենատարբեր հանցանքները՝ պետական հեղաշրջումից մինչև տերորիզմ։ Չնայած արդարադատության փրտտուկներին, օդաչուները մնացել էին միայնակ դաժան ճակատագրի առաջ։ Հասարակածային Գվինեայում հայ օդաչուների հետ պատահածը կարելի է որակել որպես դժոխային պատմություն, որը չէր տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ։ Տարօրինակ ու առեղծվածային դժբախտությունը մարտահրավեր է նետում ողջ հայ ժողովրդին։ 15 ամիս շղթայված մնալով բանտում օդաչուները չեն կորցնում իրենց հավատը եւ սպասում են արդարության հաղթանակին։ Թվում է, թե ճշմարտությունը պետք է արդարացիորեն հաղթեր, սակայն դիվանագիտական բոլոր ջանքերը սպասեցնել են տալիս։ Խնդրի շուրջ պետք էր համախմբվել եւ հայ օդաչուների ազատ արձակման համար ջանքեր է գործադրում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը վստահեցնում էր, հայերը պետք է արդարացիորեն դուրս գան այս անհեթեթ պատմությունից։ Հայ օդաչուները ի վերջո կալանքից ազատվում են հենց Արա Աբրահամյանի անձնական միջնորդության եւ դիվանագիտական ջանքերի շնորհիվ, ապահով վերադարձվում Հայաստան։ Այսօր իմ հյուրն է ֆիլմի հեղինակ, մեզ բոլորիս քաջածանոթ Համլետ Ղուշյանը, ում հետ էլ կզրուցենք ֆիլմի ցուցադրումից առաջ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար եւ այս դժբախտ պատահարի ձեր անդրադարձի համար։ Կարծում եմ քչերն են այսօր հիշում այս պատմությունը։ Նախ Ստելա, բարև քեզ նույնպես, բարև մեր հեռուստադիտողներին, սիրելի բարեկամներ, իսկապես մի շատ ծանր հետաքրքիր թեմայի մասին ենք այսօր զրուցելու իմ զրուցակցի մեր այսպես ասած օրեցօր, այսպես արագություն հավաքող, փորձից փորձ, ավելի այսպես հմուտ դարձող հաղորդավարուհու Ստելա Պետրոսյանի հետ։ Ստելա, իսկապես ուրախ եմ եւ նկատել եմ, թե որքան է սիրում այս ոլորտը ու պատրաստ է մեզ հետ շարունակել քո ճանապարհը։ Սիրով։ Դե, խնդրեմ հարցերդ, ես պատրաստ եմ պատասխանելու այդ հարցերին։ Պարոն Ղուշյան, հիշում եք այն օրը, երբ գերեվարվեցին մեր հայ օդաչուները։ Ոնց կարող եմ չհիշել։ Ես այն ժամանակ աշխատում էի Ռուսաստանի հայերի միության ՍԱՌ հեռուստաընկերությունում, ՍԱՌ հեռուստաընկերության գլխավոր տնօրենն էի եւ Արա Աբրահամյանի մտերիմ ընկերն ու բարեկամը։ Եվ երբ այս լուրը մենք ստացանք, Արա Աբրահամյանը ասեց, որ գիտես Համլետ, գնում եմ Երևան, օդաչուների հետ կապված պատմություն կա, Վարդան Օսկանյանը խնդրել է, որ ամեն ինչով օգտակար լինեմ մեր հայ օդաչուներին։ Եվ Աբրահամյանը, այսպես ասած, գնաց Երևան, որտեղ նրան սպասում էին նաև այդ օդաչուների ընտանիքի անդամները, հատկապես կանայք, որոնք շատ այսպես ահաբեկված, հիասթափված, հուսահատված էին, որովհետև ոչ մեր իշխանությունները, ոչ այդ համապատասխան մարմինները չէին կարողացել ոչ մի ճանապարհով հասնել հաջողության, անգամ դիվանագիտական առումով բոլոր փորձերը պսակվել էին անհաջող։ Իսկ ինչպես նկարահանվեց այս ֆիլմը դժոխքի 457 օրերը։ Դրանք իսկապես դժոխքի 457 օրեր էին, որի մասին մենք տեղեկացանք, երբ պատմեցին, թե ինչ է կատարվել։ Սիրելի բարեկամներիս պիտի ասեմ, որ երբ մենք եկանք Մոսկվայում հավաքվեցինք եւ պատրաստում էինք հասարակածային Գվինեա մեկնելու մեր օդաչուների մոտ, այն ժամանակ որոշվեց, որ պիտի այս ամենի մասին ֆիլմ նկարահանվի եւ ՍԱՌ հեռուստաընկերությունը ձեռնամուխ եղավ այդ ֆիլմի նկարահանմանը։ Արա Աբրահամյանը ասեց, կարող ես այնպես ներկայացնել մեր օդաչուներին, որ մենք կարողանանք մեր հեռուստադիտողին հասկացնել տալ, որ իրոք այդ մարդիկ անմեղ են եւ ոչինչով մեղավոր չեն։ Ես ասեցի, դե պիտի փորձենք, որտեղ դա մեր գլխավոր նպատակն է։
ու մենք սկսեցինք ֆիլմը նկարահանել։ Տեսնելով ֆիլմը մենք կարողանում ենք արձանագրել, որ հայ օդաչուները միայնակ էին մնացել իրենց դաժան ճակատագրի առաջ, արդարադատության առաջ։ Ես պիտի ասեմ ոչ միայն հայ օդաչուները, այլ նաև նրանց ընտանիքի անդամները, հատկապես կանայք նրանց, ինչ ողբ էր այդ օրերին տիրում։ Մարդիկ պատկերացնում ես դատապարտվել էին 10-ից 24 տարի այդպիսի ժամանակով եւ այն էլ հասարակացային Գվինեայի բանտերում, այն որը համարվում է աշխարհի դաժանագույն բանտերից մեկը, որտեղ սովորական են դարձել մարդ սպանելը, մարդուն վարկաբեկելը, մարդուն այսպես նսեմացնելը եւ էլ չեմ խոսում թե ինչ սնունդ էր նրանց տրվում։ Նրանք իհարկե բոլորը ահաբեկված էին, կանայք հատկապես ես երբեք չեմ մոռանա այդ կանանց լացակումած աչքերը։ Սերի բարեկամներ, դուք չեք պատկերացնում, թե ինչ վիճակ էր տիրում այդ ընտանիքներում, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք արտաքին գործերի նախարարությունում այդ կանանց հետ, եւ ես նրանց աչքերում տեսա այն վիշտ, այն ցավը, որ կա, հասկացա, որ իսկապես կորուստը նրանց անխուսափելի է եւ շատ դաժան է լինելու, եթե հանկարծ Արա Աբրամյանը չկարողանա այդ մարդկանց գերությունից ետ բերել։ Եվ պիտի ասեմ, Արա Աբրամյանը հրաշքով կարողացավ կազմակերպել։ Ախր նրանք ովքեր չեն տեսել, չգիտեն դա ինչ է։ Մարդը իր անձնական միջոցներով հասարակային Գվինեայի նախագահին այնպիսի տարբերակներ առաջարկեց, որ վերջինս համաձայնվեց ազատել օդաչուներին։ Դա եւ մեծ ֆինանսական, այսպես կաշառքի տարբերակով ստիպված էին տալ եւ բացի այդ մեծ օգնություն պիտի ցուցադրվեր այդ երկրին թե Հայաստանի, թե Ռուսաստանի Դաշնության կողմից։ Եվ այդ գնով Արա Աբրամյանը հրաշք գործեց։ Ես անկեղծ ասած դժվարանում եմ հավատալ, որ կհաջողվի, որտեղ գիտեմ ինչ բարքեր են այդտեղ։ Մարդիկ ասում եմ, սիրելի բարեկամներ, դուք չեք պատկերացնում, ախր մեծ խոսում են, ինչ է արել Աբրամյանը, որոք դե օգնեիք, դե բերեիք։ Երկիրը չկարողացավ նախագահան այն տարիների Քոչարյանը անգամ չկարողացավ որևիցե բանով օգնել եւ Վարդան Օսկանյանը իսկապես, ինչպես ասա հետո Արա Աբրամյանը դիմեց խնդրելով օգնիր, որովհետեւ սա իհարկե մեզ համար շատ ծանր դեպք է եւ եթե դուք չօգնեք պարոն Աբրամյան, ուղղակի չգիտեմ ինչ կարող է լինել։ Նամանավանդ նման երկրի դեպքում, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ հաստատած, ավտորիտար բարքեր էին տիրում, բռնակալ երկիր։ Դե բռնապետի հետ ինչ պիտի անես։ Գիտեք, սիրելի բարեկամներ, Արա Աբրամյանը ամեն անգամ այնպես վստահությամբ էր ասում, որ մենք պիտի գնանք ազատենք այդ գերիներին։ Դա իսկապես բոլորիս պատվի հարցն է եւ ասում է ամեն մի հայ, որտեղ էլ նա գտնվի, հատկապես ծանր դժվարին վիճակում, Ռուսաստանի հայերի միության պարտքն է գնալ եւ օգնել այդ մարդկանց, ինչ գնով էլ դա ուզում է լինել։ Արխիվային տեսաշարերը նայելով տեսնում ենք նաև, որ գերեվարվածների կանայք ինչպես էին կարողանում հույս ունենալ անձնական զրույցներից հետո Աբրահամյանի հետ արցածություններից հետո նրանց մեջ կարծես հույս էր արթնանում եւ իրենց անձնական վկայություններում են նրանք փաստում են, որ իրոք հավատում էին, որ կվերադառնան իրենց տղամարդիկ, ապահով այդ կանանց, երբ մենք արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցինք առաջին անգամ Արա Աբրամյանի հետ եւ այդ ընտանիքի անդամների, այդ օդաչուների ընտանիքների անդամների հետ կանայք այնպեսի աշխարհով են նայում Արա Աբրամյանին։ Նրանք կարծես գիտեք խնդրում էին, աղաչում էին, որ փրկեն իրենց ամուսիններին, որ ազատեն այդ դաժան գերությունից։ Ախր նրանք ովքեր չեն պատկերացնում, թե դրանք ինչ օրեր էին եւ երբեք ես չեմ կարող մոռանալ այդ կանանց, նրանց երեխաների աչքերը, որոնք Արա Աբրամյանի հետ հանդիպելուց հետո մի փոքր այսպես փայլատակեցին եւ սելա գիտես պատահական չէր որ այդ կանանցից մի քանիսը հետո ինձ մոտեցան եւ ասեցին պարոն Խուշյան մենք երբ լսեցինք Արա Աբրամյանին հասկացանք որ այս մարդը իրոք կարող է մեզ օգտակար լինել մեր մեջ առաջացավ հավատ որը նա կորցրել էին որտեվ թե իշխանությունները թե մեր դիվանագիտական խողովակներով աշխատող մարդիկ ոչինչ չէին կարողացել անել։ Իսկ դուք անձամբ հավատում եք, որ Արա Աբրահամյանը կվերադարձնի նրանց հայրենիք։ Ես անկեղծ ասած անձամբ այդքան էլ սկզբում չէի հավատում, բայց լավ գիտեի, եթե Աբրահամյանը մի գործի կպել է, այսպես ասած,
մի անգամ ասել է այո կանեմ, ուրեմն կանի, որտեվ ես Արա Աբրամյանի հետ եղել եմ 3 տասնյակից ավելի երկրներում եւ տեսել եմ թե ինչպես է նա կարողանում իր կողմից առաջ քաշված ծրագրերը իրականացնել։ Այ գիտեք, ես ձեզ մի բան էլ ասեմ, Արա Աբրամյանը աշխարհի 10 երկրներից ավելի ստեղծել էր Ռուսաստանի եւ այդ երկրների բիզնես ֆորումներ եւ այդ ամենում ընդգրկել էր Հայաստանի Հանրապետության բիզնեսմեններից շատերին, որտեղ նա ուզում էր, որ մեր գործարարները նույնպես ակտիվ մասնակցեն այդ միջոցառումներին։ Ռուսաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Հարավային Կորեա, Ռուսաստան, Արգենտինա, Ռուսաստան, Կուբա, մի խոսքով այդ բոլոր բիզնես ֆորումներին Արա Աբրամյանը հայ բիզնեսներին նույնպես ընդգրկել էր եւ դա տեսել է թե ինչ արդյունք էին տվել։ Եվ երբ նա ասաց Համլետ, օդաչուները ինչ գնով էլ լինի, պիտի վերադառնան հայրենիք, ու նա դա արեց, դա հրաշք էր։ Ախր շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ ճիգերի գնով այդ ամենը արվեց։ Չգիտեմ, ես քանի որ ներկա եմ եղել այդ ամենի միջով անցել եմ, ուզում եմ ասել, սիրելի բարեկամներ, մի գրեք անհեթեթ մեկնաբանություններ, ինչ է արել Արա Աբրամյանը։ Արա Աբրամյանը շատ բան է արել մեր երկրի համար, եւ նրանք ովքեր դա չգիտեն, թող նախ ծանոթանան, հետո մեծ խոսեն եւ անհեթեթ մեկնաբանություններ գրեն։ Շատ ցավալի է, գիտեք, մի մոռացեք, որ անպատիժ չեք կարող մնալ զրպարտության համար։ Եվ ես իհարկե պիտի ասեմ, որ այդ հրաշքը կատարվեց։ Օդաչուները վերադարձան, ինչ էր կատարվում Մոսկվայի դամաջեդով։ Դարձավ, որ նրանք կվերադառնան։ Դե առաջին հանդիպումից հետո, երբ այդ հասարակածային Գվինեայի դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում մեզ հետ գնաց դեպի օդաչուները եւ ասաց, որ նրանք վերադառնան։ Դեսպանը եւ Բերանով ասաց, որ մեր երկրի նախագահ ձեր պայմաններին պարոն Աբրամյան համաձայնվել է, որտեղ Աբրամյանը այնպիսի խոստումներ էր տվել այդ նախագահին, այնպիսի տարբերակ էր առաջարկել, որ նա մեծ հաճույքով այն ընդունեց։ Պարոն Օշյան, իսկ այսօր, երբ Բաքվում ապօրինաբար պահվում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներն ու հայ գերիները, ինչու Հայաստանի Հանրապետության իշխանությունները գործուն ջանքեր չեն գործադրում նրանց հայրենիք վերադարձնելու հարցում, եւ կգտնվի արդյոք մեկը Արա Աբրահամյանի օրինակով, որ կկարողանա նրանց ի վերջո վերադարձնել հայրենիք։ Ստելա, անկեղծ ասած, մեր իշխանությունների պահվածքը այս հարցում ինձ զարմացնում է։ Դե հասկանալի է, երբ մենք գործ ունենք այնպիսի մարդկանց հետ, որոնց կարծիքով Հայաստանը երբեք չի կարող լինել այն ազատ երկիրը, որը եղել է միշտ։ Դե ասում են, վերջացրինք, Արցախ չկա, մենք հանգիստ հիմա կապրենք, կաշխատենք, ել չեմ խոսում սահմանադրությունից կհանեն ցեղասպանությանն առնչվող հարցերը, սա իհարկե սահմանկացուցիչ է։ Չեմ պատկերացնում, որ սրանք կարողանան մեր գերիներին Բաքվի բանտից ազատել, բայց կա Արա Աբրամյանի մանազնավորություն, դիմեք, ինչու չեք դիմում։ Մանավանդ որ Արա Աբրամյանը բարի կամքի դեսպան է։ Իդեպ ասեմ, բարի կամքի դեսպան է նաև Իլհամ Ալիևի կինը, որը Արա Աբրամյանի հետ վաղեմի բարեկամություն ունի։ Այս օղակ, այս խողովակը ինչի չեք օգտագործում, չէ՞ որ նա կարող է օգտակար լինել։ Ես միշտ զարմանում եմ, գիտեք, մեր իշխանությունների վրա, ինչպես կարելի է չօգտագործել այդ պահը։ Եվ մանավանդ գիտեք, որ Արա Աբրամյանը այն անձնավորությունն է, որը եթե ինչ որ բան կարողանա անել, անպայման սիրով կհամաձայնվի։ Պարոն Օշյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Իսկ մեր ունկնդիրներին առաջարկում ենք դիտել Համլետ Ղուշյանի նկարահանած Դժոխքի 457 օրերը տեսաֆիլմը, որը պատմում է օդաչուների ամրակուր հավատի, նրանց տոկունության, անարդարության դեմ ընդվզումի եւ հաղթանակի մասին։ Դիտենք։ Այնինչ կատարվեց հասարակածային Գվինեայում հայ օդաչուների հետ 2004 թվականի մարտի 8-ին առանց չափազանցության կարելի է որակել որպես դժոխային պատմություն։ Պետական հեղաշրջման անհիմն ու անհեթեթ մեղադրանքներով տեղի իշխանությունները
ան 12 հայկական բեռնատար օդանավի 6 հոգուց բաղկացած անձնակազմին դատապարտեցին 14-ից 24 տարվա ազատազրկման։ Գործազրկության բարձր մակարդակը Հայաստանի քաղաքացիներին նետում է օտար անծանոթ ափեր։ Պայմանագրով թե առանց պայմանագրի առաջարկվող աշխատանքների որոնումները արտերկրում բերում են տրամաբանական բացասական արդյունքների։ Չիմանալով տվյալ երկրի լեզուն եւ օրենքները, նրանք դառնում են անպաշտպան ու խոցելի, դառնում են ուրիշների կեղտոտ խաղերի զոհ։ 2004 թվականին հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձ անելու համար մեղադրված ու դատապարտված 6 հայ օդաչուները համալրեցին այդօրինակ դժողների շարքը։ Դվին կոնցերնի թեթև ձեռքով աֆրիկյան երկրում հայտնված մեր հայրենակիցները ստացան տարբեր պատժաչափեր, այդ թվում առավելագույն։ Իրականությունը շատ ավելի դառը թվաց, երբ պարզվեց, որ նրանց ճակատագիրը հնարավոր չէ փոխել նույնիսկ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական խողովակներով։ Դժողների հարազատների անհույս այցերը պետական ամենատարբեր իրավասու կառույցների ղեկավարներին արդյունք չտվեցին։ Չնայած դրան, տուժյալների կանայք համոզված էին, որ իրենց ամուսինները հանցագործներ չեն, որովհետև լավ հայրեր են, լավ որդիներ, օրինակելի քաղաքացիներ, ուստի եւ դատապարտյալներ չեն, այլ իրավիճակի պատանդներ։ Բայց մինչ X080304-ի Սևապ կատարած չարաբաստիկ չվերթին անդրադառնալը նախ մի քանի տեղեկություններ հասարակածային Գվինեայի մասին։ Աֆրիկամայր ցամաքի արևմտյան ափին գտնվող նախկին իսպանական գաղութը ունի 28000 քառակուսի կիլոմետր տարածք եւ 1 միլիոնից մի փոքր ավելի կաթոլիկ ազգաբնակչություն։ Փոխարենը բավականին մեծ են հասարակածային Գվինեայի ջրային տարածքները։ Այն կազմում է 150,000 քառակուսի կիլոմետր։ Պետական լեզուն իսպաներենն է, ինչպես բնորոշ է աֆրիկյան նման երկրներին, այստեղ նույնպես շատ հաճախ են պետական հեղաշրջման փորձեր կատարվում։ Եվ ահա նման անհաջող փորձերից մեկի ժամանակ իրենց կամքից անկախ հանգամանքների բերումով Մալաբոյ բանտում հայտնվեցին մեր 6 հայրենակիցները։ Անկամ ամենադաժան երազում նրանք չէին կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն քաղաքական այնպիսի հորձանուտում, ուր իրենց շահավետ խնդիրներն էին լուծում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի որդին, հասարակածային Գվինեայի նախագահի հակառակորդները եւ նավթային բիզնեսի նկատմամբ մեծ հետաքրքրություններ ունեցող մի խումբ ահաբեկիչներ։ Սկզբում նույնիսկ շրջանառության մեջ դրվեց այն միտքը, թե միգուցե իսկապես մեր օդաչուները հանցագործներ են եւ միտումնավոր են պետական հեղաշրջմանը մասնակցելու նպատակով ժամանել հասարակածային Գվինեա։ Բայց շուտով հասկանալի դարձավ, որ նրանք ընդամենը կասկածյալ գիրիներ են։ Ու չնայած այս ամենին, տեղի իշխանությունները նրանց դատապարտեցին 14-ից 24 տարիների ազատազրկման։ Այդպես հայկական անձնակազմի X080304 չվերթը վերածվեց դեպի Սևապ կատարած դժբախտության թռիչքի։ Բանտարկության օրը մարտի 8-ին, երբ տարան մենք հենց մտածում ենք, որ դա թյուրիմացություն է, հաջորդ օրը մեզ բաց կթողան։ Բայց հաջորդ օրը ավելի ահավոր բան ստացվեց, դուրս հանեցին, սկսեցին նկարահանել արտասահմանյան ժուրնալիստներ կային ու մատնացույց անելով բոլորիս ասում են սրանք հայ տերորիստներն են, սրանք հարավաֆրիկացի տերորիստներն են, այս մեկը գերմանացի է։ Որտեղ մենք հասկացանք, որ դրությունը շատ բարդ է։ Ինչ, բայց ձերբակալություն, որ բանտում կայտնվենք, ոչ մեկից ինձ թվում է ոչ թե մենակ իմ մտքով, այլ ոչ մեկի մտքով չի անցրել ու չերել անցնի։ Ինքնաթիռը ասենք լինում է, անցարկություն է լինում ինքնաթիռին, կոտրվում է, բայց որ անձնակազմը բանտում է լինում, այդպես բան ես երևի առաջինը մենք ենք։ Հայաստանի բանտ ու Մալաբոյի բանտը չես համատի իրար հետ։ Զգում ենք, որ վատ է դրությունը, բայց հույսները չեն կորցնում։ Մենք բոլորս հավատացած ենք, որ անմեղ ենք ու հավատացած ենք, որ մեր ժողովուրդը, մեր ազգը մեզ չի թողել այդտեղ մնանք երկար։ Չնայած մեր Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները ամեն ձև աշխատում են ինչքան կարելի է մեր շուտ հանեին,
տեղական իշխանությունները պնդում են, որ մենք մեղավոր ենք, իրանց մոտ չստացվեց, քանի որ իսկականից որ մեր կամքի ուժով մենք կարողացանք դիմակայել։ Գտնվելով բավականին հեռու հասարակածային Գվինեայից, իրենց համար անսպասելի ասես գերության մեջ հայտնվեցին նաև օդաչուների ծնողները, կանայք, երեխաները։ Դժվար չէր պատկերացնել, թե այդ օրերին ինչ էր կատարվում այդ 6 ընտանիքներում։ Եթե այդ ամենին ավելացնենք նաև աֆրիկյան բանտերի տխուր համբավը ու այն տհաճ իրողությունը, համաձայն որի այստեղ սովորաբար երկար ժամկետներով դատապարտվածները ընդամենը 1-2 տարվա կյանք են ունենում, ապա պատկերը ամբողջական կդառնա։ Ու չնայած այս ամենին մենք հավատում էինք, որ այնուամենայնիվ ճշմարտությունը կհաղթի եւ փաստորեն անարդարացի դատապարտված մեր հայրենակիցները կվերադառնան Երևան։ Երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների օդաչուներին ազատելու բոլոր փորձերը մատնվեցին անհաջողության, արտգործնախարար Վարդան Օսկանյանը օդաչուների ընտանիքների անդամներին խորհուրդ տվեց դիմել Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Այդպես 2005 թվականի մարտի 15-ին կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի հանդիպումը գերված օդաչուների հարազատների հետ։ Պարզվեց, որ պատանդներին փրկելու հույս դեռ կա։ Միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն վայելող Արա Աբրահամյանը ասաց, որ կներդնի բոլոր հնարավոր եւ նույնիսկ անհնար լծակները եւ կհասնի հարցի արդարացի լուծմանը, օդաչուների ազատ արձակմանը։ Նա համոզմունք հայտնեց, որ իր հայրենակիցները մեղավոր չեն, քանզի դատավճիռը կայացվել է առանց ապացույցների եւ լուրջ փաստարկների։ Նաև խորին լավատեսությամբ նա հուսադրեց տուժելների կանանց ու հարազատներին, որ պատանդ օդաչուները կվերադառնան հայրենիք։ Եվ եթե նրանք վերադառնան, ուրեմն Համաշխարհային հայկական կոնգրեսը կատարած կլինի իր առջև դրված եւս մեկ կարևոր առաքելություն։ Հանդիպման վերջում կրկին հուսադրելով տուժելների հարազատներին, Արա Աբրահամյանը ասաց, որ մի քանի օրից Ռուսաստանի Դաշնությունում հասարակածային Գվինեայի դեսպանի միջոցով Մալաբոյի բանտում գտնվող հայ բանտարկյալներին կուղարկի կոնյակ եւ յուրաքանչյուրին $500 ամերիկյան դոլար, կատակելով, որ հատկապես հայկական կոնյակը կարող է լրջորեն հակազդել ցանկացած ինֆեկցիոն հիվանդության։ Հույս եղավ այն ժամանակ, երբ որ Արա Աբրահամյանը մեզ խոստացավ, որ մի շաբաթ հետո Տիտոին կուղարկի Մալաբո, այնտեղ ժողով կանեն, կնայեն ինչ կարելի այդ երկրի համար անել, մենք էլ մի շաբաթ հետո նամակները կստանանք ու հենց ասած օրը մենք այդ նամակները ստացանք մեր ամուսիններից ու ես հավատացի, որ այս մարդը, այսինքն Արա Աբրահամյանը իր խոսքի տերն է ու անպայման կազատի տղաներին։ Ավելի համոզիչ ինձ այն պահը թվաց, երբ Արա Աբրահամյանի հետ մենք հանդիպեցինք արդեն այդ ժամանակ ես լրիվ համոզվեցի ու ես ինքս ինձ համոզեցի արդեն, որ 100%-ով իրենք կվերադառնան։ Չգիտեմ, երևի ես 6 կանանցից միակն եմ եղել, որ երբևիցե չեմ հավատացել, որ այդ օրը կգա։ Նայելով Արա Աբրահամյանի դեմքին ես հասկացա մի բան, որ այդ մարդը կարող է անել։ Գիտեք, միակ տղամարդն էր, որ ինչ խոստացավ, իր խոստումը մինչև վերջ կատարեց ինքը։ Հանդիպման ժամանակ շատ ոգևորվեցինք, անգամ ոգևորվեցինք, որ հանդիպումից հետո վազեցինք եկեղեցի։ Գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք մեր ամուսինների համար, պարոն Աբրահամյանի համար, որ խնդրեցինք Աստծուց, որ գործերին հաջողություն տա, որ ամուսիններին օգնի հետ վերադառնան։ Դե իհարկե Արա Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո հենց այդ պահին, որ ինքը միայն հույս տվեց, ինքը չէր ասում 100%, ինքը ասեց ամեն ինչ ես կանեմ։ Ու այդ հանդիպումից հետո ես ասի ես շատ եմ հավատում ու տղերքը հետ կգան։ Եվ այդ հավատքն էր, որ բերեց այդ գեղեցիկ օրվան։ Ամեն մի գործ ունի իր լուծումը։ Ամեն մի գործին պետք է ճիշտ մոտեցում ունենալ։ Ամեն մի գործին պետք է ինքդ հավատալ, որ դու կարող ես այդ հարցը լուծել։ Եթե դու ինքդ հավատում ես, ուրեմն այդ գործը կլուծվի։ Ես եւ որ ասացի, այո, ես այդ հարցին ամեն ինչ իմ ունեցած միջազգային կապերը հնարավորություններ կներդնեմ, որպես այդ մարդկանց ազատեմ, ես դա ասացի հավատքով եւ հավատալով, որ դա կունենա դրական արդյունք։ Եվ այդպես էլ եղավ։ Այսօր կարող եմ դա հպարտությամբ ասել, որ մենք ազատեցինք 6 մարդու կյանք, 6 ընտանիքի կյանք եւ այդ մարդիկ
այսօր իրանց ընտանիքներում են եւ մենք ապացուցեցինք, որ իրար հետ լինելով կարող ենք հաղթանակ տանել։ Մենք պետք է իմանանք, որ կա հայկական պետություն, որ Հայաստանը իհարկե իր քաղաքացիներին չի թողի։ Այդ ժամանակ մենք այստեղ Սփյուռքում այլ ավելի հզոր կլինենք, եթե Հայաստանը այդպիսի քաղաքականություն տանի։ Եվ ահա համընդհանուր ջանքերի շնորհիվ հունիսի 4-ին հասարակածային Գվինեայի նախագահ Նգումեան իր հրամանագրով ներում շնորհեց աֆրիկյան այդ երկրում բանտարկված 6 հայ օդաչուներին։ Նրանց վրայից անմիջապես հանվեցին բոլոր մեղադրանքները, իսկ երկրի իրավապահ մարմիններին հանձնարարվեց անհապաղ ի կատար ածել ներման հրամանը։ Այդ առիթով Մալաբո մեկնեցին Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի ներկայացուցիչներ Անդրանիկ Միհրանյանը, Կարեն Գալստյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակից Գևորգ Պետրոսյանը։ Հասարակածային Գվինեայի մայրաքաղաքում այդ երկրի արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Աբեսոնը Անդրանիկ Միհրանյանին եւ Գևորգ Պետրոսյանին հանձնեց հայ օդաչուների անձնագրերը։ Հունիսի 10-ին հայ օդաչուները վերադարձան Մոսկվա։ Դժվար չէ պատկերացնել, թե այդ օրերին ինչ էր կատարվում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի Դամադեդովո օդանավակայանում։ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության եւ հասարակածային Գվինեայի դեսպանների ուղեկցությամբ Արա Աբրահամյանը ինքնաթիռի մուտքի մոտ ահա այսպես դիմավորեց գերությունից հայրենիք վերադարձող օդաչուներին։ Պահն իրոք պատմական էր։ Քիչ անց Դամադեդովո օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության եւ հասարակածային Գվինեայի դեսպաններին իր խորին շնորհակալությունը հայտնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը, նշելով, որ օդաչուների ազատման գործում մեծ է երկու երկրների իշխանությունների կողմից ցուցաբերած ծանրակշիռ ու նպաստավոր օգնությունը։ Բավականին հուզիչ ու անկեղծ էին նաև 457 օրվա բանտարկությունից հետո հայրենիք վերադարձող օդաչուների ելույթները։ 2 ժամ հետո Իտար 10-ի գլխավոր սրահում կայացավ առաջին մամուլի ասուլիսը, որին հայ լրագրողներից բացի մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության գրեթե բոլոր խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Ողջունելով ներկաներին Արա Աբրահամյանը նորից շեշտեց, որ միայն ընդհանուր ուժերով իրենց հաջողվեց բանտային զնդաններից ազատել իսկապես անարդարացիորեն դատապարտված հայ օդաչուներին։ Իր հերթին շնորհակալություն հայտնելով լրագրողներին, Ռուսաստանի Դաշնությունում հասարակածային Գվինեայի դեսպան Տիտոն նշեց, որ իր երկրի իշխանությունները Արա Աբրահամյանի հետ ունեն որոշակի պայմանավորվածություն, համաձայն որի Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ հասարակածային Գվինեայում պետք է իրականացնի սոցիալական մեծ ծրագրեր, եւ ինքը չի կասկածում, որ պարոն Աբրահամյանը կկատարի իրենց տված բոլոր խոստումները։ Հաջորդ օրը առավոտյան մինչ հայ օդաչուները Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կվերադառնային հայրենիք, Երևանի փողոցներում զրուցեցինք մեր քաղաքացիների հետ։ Մեր պետությունը իր որդիների ետևից գնում եւ տուն է վերադարձնում։ Դա շատ կարեւոր է մեր ժողովրդի համար, հատկապես մեր օրերում, երբ մարդիկ շատ ուսահատ են։ Ես ողջունում եմ այդ քայլը։ Շատ ուրախ եմ, որ մեր որդիներին համենայն դեպս մենք սպասում ենք եւ աշխատում ենք վերադարձնել։ Ինձ թվում է դա ամբողջ մեր ազգին էր վերաբերվում եւ մենք ազգովին պետք է շնորհակալ լինենք Արա Աբրահամյանին այդ մեծ գործի համար։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Ուրախ եմ, որ եւ պետությունը եւ ձեռներեցիները կարողացան իրար հետ վերջապես ընդհանուր լեզու գտնեն։ Դրա արդյունքում այդպիսի լավ գործեր կատարվեցին։ Սա մի անգամ եւս վկայում է, թե ինչքան կարեւոր է, որ բոլոր երկրները ժողովրդավարական լինեն։ Հասարակածային Գվինեայի նախագահի հետ խոսել չէր լինում, որովհետեւ նա բոլորովին այլ արժեքներով է առաջնորդվում եւ ես չգիտեմ ինչպես վերջապես հաջողվեց, չեմ կարծում, թե ժողովրդավարական երկխոսության միջոցով հաջողվեց ազատել։ Երևի այնպիսի արժեքներով ձևը գտան ի վերջո մերոնք, ես չեմ դատապարտում, պետք էր այդպես անել, թե ինչով կարելի է նրան կաշառել երևի ընդհանրապես։ Որպես հայկին, որպես հայր մայր, ես իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Արամ Աբրահամյանից, իր չգիտեմ ինչպես ասեմ, դա այն քայլն էր, որ ազգովին պարտական ենք այդ արարքի համար։ Մեր օտաչները ես գտնում եմ, որ շատ բարի են։ Բացարձակ այդպիսի քայլ իրանք կյանքում չեն գնացել։ Դա զրբարդանք է ուրիշ երկրների հորինված կա։
Եվ շատ շնորհակալություն եմ հայտնում առանձնապես այդ Աբրամյանին, որ ես չեմ հիմա անուն էլ մոռացա։ Արա Աբրամյանին, որ իր այդ մեծ բարերարություն հանուն կյանքի համար են արել, փրկել է 5 ընտանիք։ Հունիսի 11-ին ուրախալի օր էր ոչ միայն 6 հայ օդաչուների, նրանց հարազատների, այլ նաև ողջ հայ ժողովրդի համար։ Շղթայակապ անցկացրած 457 օրերն այլևս ետևում են։ Աշոտ Կարապետյանի, Սամվել Դարփինյանի, Ռազմիկ Խաչատրյանի, Սամվել Մաչկալյանի, Սուրեն Մուրադյանի, Աշոտ Սիմոնյանի համար նախատեսված 14-ից 24 տարվա պատժաչափերը, որոնց համագումարը կազմում էր 94 տարի, հնարավոր եղավ վերացնել Հայաստանի իշխանությունների եւ հայկական սփյուռքի գործուն աջակցությամբ։ Մեր ազգը առաջին անգամ շատ կարևորագույն պահին զգաց մասնավորապես ռուսաստանյան սփյուռքի աջակցությունը իդեմս Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի։ Ուստի զոր չէին օդաչուների հարազատների ու ողջ հայ ժողովրդի մեծ բարերարին հասցեագրված բոլոր ասված ու չասված շնորհակալությունները, հուզմունքի եւ երախտագիտության արդյունքները։ Մենք ուր էլ որ եղել ենք եւ որտեղ որ աշխատել ենք, միշտ բարձր ենք բայ հայերի եւ Հայաստանի պատիվը։ Եվ ես ուզում եմ մեծ շնորհակալությունս հայտնեմ մեր ամբողջ հայ ժողովրդին, հայ ժողովրդի զավակներին, որից Արա Աբրամյանը նրանց ներկայացուցիչն է, որ հայ ժողովրդի մեծ զավակն է, որի համար անտարբեր չէ ամբողջ հայ ազգի, հայ անհատների ճակատագիրը, որոնք գտնվում են դաժան ու ծանր պայմաններում։ Դրա համար շատ շնորհակալ ենք։ Ու նա մեզ երկրորդ կյանքը նվիրեց։ Իհարկե առաջին հույսը եկավ այն ժամանակ, երբ 66-րդ օրը եկան մեր դեսպանները, Եգիպտոսի դեսպան Մանասարյան Սերգեյը եւ իր օգնականը Պետրոսյան Գևորգը, հետո երբ որ առաջի անգամ մեր մոտ եկավ այդ Գվինեայի դեսպան Տիտոն եւ ասաց, որ եկել է Արա Աբրամյանի կողմից, մեծ հույս տվեց, որովհետեւ ասաց ամբողջ հայությունը համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը արդեն անձամբ զբաղվում է մեր գործով, իրոք մենք հասկացանք, որ շատ մեծ ուժ է կանգնած մեր թիկունքին ու անպայման կստացվի մեր ազատումը։ Օդանավակայանից Մոսկվայի ժամանած հյուրերը մեկնեցին Արմենիա հյուրանոց, ուր նախատեսված էր մամուլի ասուլիս։ Այսօր մեր ազգի համար, հայ ժողովրդի համար իրոք ուրախալի օր էր։ Առաջին անգամ ինձ թվում է մենք հասկանում ենք սփյուռքը, ես որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ կարող եմ ասել, որ կա պետություն, որ ինքը իր քաղաքացիների նկատմամբ անտարբեր չի։ Մեծ աշխատանք է կատարել Հայաստանը, արտաքին գործերի նախարարությունը։ Անձամբ նախարարը պարոն Ոսկանյանը ինքը եղել էր Էկվատորիա Գվինեայում, մի քանի անգամ եղել են ներկայացուցիչներ, եւ գիտեք, ես չեմ կարող ասել գործը բարդ էր թե հեշտ էր, բայց իհարկե բարդություններ կար։ Եվ ես կարող եմ ասել այդ մեծ եւ շատ շնորհակալ եմ իմաստությանը նախարարության նախարարի, որ ինքը մեզ դիմեց եւ անձամբ ես դուք ինքներդ հիշում եք, որ եթե ես կարողանամ իմ միջազգային կապերը օգտագործեմ, որ միասին կարողանանք ազատենք այս մարդկանց։ Երկրորդ կարևորությունը նրանում է, որ սա միացնելու է մեր ազգը, սա ցույց է տալիս, որ Սփյուռքը եւ Հայաստանը, եթե կարողանան իրար հետ աշխատել, միայն հաջողության կհասնեն։ Ես ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, շնորհավորել օդաչուներին, օդաչուների ծնողներին, հարազատներին, կանանց, որ բոլորը համբերություն ունեցան եւ սպասեցին այսօրվա ուրախալի օրերին։ Այնուհետև իրենց երախտագիտությունը հայտնեցին գերությունից ազատված օդաչուները։ Դա երկարատև աշխատանք էր, իրոք երկարատև աշխատանք էր, արձագանքեց, ինչպես գիտեք, Արա Աբրահամյանը եւ ի վերջո հաջող լուծում եղավ։ Շատ ճիշտ էր ասված, որ դա մեր միասնական աշխատանքի արդյունք էր։ Այսինքն յուրաքանչյուր օղակը խաղաց իր դերը եւ միայն այդ պատճառով մենք հասանք հաջողության։ Հարկ է նշել, որ հայ օդաչուների ազատ արձակման գործընթացին ակտիվորեն մասնակցել են նաև Հռոմի Հովհաննես Պողոս II Պապը,
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը, Միավորված ազգերի կազմակերպության պատասխանատուները։ Հետաքրքիր մեկ փաստ եւս, ընդամենը մի քանի օր առաջ Նիգերիայում 1 տարի առաջ ձերբակալված ռուս նավաստիներին ազատելու խնդրանքով Արա Աբրամյանին պաշտոնական նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Գիտեք, իրոք դա այդպես է, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը դիմել է այն Սերգեյ Լավրովը եւ ոչ միայն նախարարը, այլ մեր Պետդումայի նախագահն է դիմել ինձ, որպեսզի ես կարողանամ իմ ունեցած հնարավորությունը արդեն փորձը կարող եմ ասել ներդնեմ, որպեսզի Ռուսաստանի նավաստիներին 12 մարդու ազատել, իրանք Նիգերիայում են 2 տարի այնտեղ նստած են եւ 2 տարի բոլոր կատարած փորձերը շատ ցավոք եմ ասում, արդյունքներ չեն տվել, որտեղ դիմել են բոլորը, ղեկավարությունը, Պետդուման, արտաքին գործերի նախարարը, մեր պատրիարխը, բոլորը դիմել են այսօր ոչ մի բան չի փոխվել, իրենք բանտում են գտնվում։ Ես ասացի, որ իմ ունեցած հնարավորությունները իհարկե ամեն ինչ կանեմ առաջերտին ապահովել իրանց անվտանգությունը բանտում, այնիշ որ ես արեցի մեր հայոց հաճներին։ Այսօր եմ ստացի այդ նամակը, այ գիտեք, շաբաթ օրը 2 նամակներ էլ այսօր եմ ստացել։ Դու գիտեք 5 օր առաջ դա թղթակիցները այս հարցը բարձրացրեցին եւ հիմա արդեն նամակը ստացել եմ այսօր ամսի 25-ն է։ Նախարարը խնդրում է, որպեսզի ես իհարկե առաջերտին կարողանամ իրանց բանտում ստեղծել համապատասխան միջոցներ, որ իրանց կյանքը անվտանգ լինի, իրանց առողջությունը պահպանվի եւ երկրորդը իհարկե արագացնեմ իրանց ազատումը։ Ես ոչ մի բան չեմ խնայի, ոչ հնարավորություն, ոչ իմ ունեցած կապերը, որպեսզի այս նավաստիներին ազատեմ եւ հավատացեք, որ սեպտեմբերի վերջին կազատվեն այդ մարդիկ։ Այժմ, երբ բոլորն էլ համոզված են, որ իրոք մեր օդաչուներին պատժելու պատճառներ չկային, եւ նրանք ամբողջովին արդարացվել են, մնում է հուսալ, որ այսուհետ մեր իշխանությունները շատ ավելի զգոն կլինեն եւ խիստ պատժամիջոցներ կկիրառեն այն ընկերությունների նկատմամբ, որոնք ոտնձգություն են կատարում մարդու եւ մասնավորապես հայ քաղաքացու իրավունքների դեմ։